Մայիս 2026 5 նշան, որ տիեզերքը մեծ չեք կուղարկի և դուք չեք կրահի թե ում։ Որոշ ամիսներ հարթ են ընթանում, իսկ մյուսներում, երբ որոշների հաշիվները աճում են, մինչդեռ մյուսները վերջապես տեսնում են, որ իրենց աչքերը բացվում են։ 2026 թվականի մայիսը վերջիններից մեկն է։ Ես ձեզ կասեմ, թե ովքեր մայիսին ֆինանսական առաջընթաց կզգան, և թե ինչու ցուցակում նշված երկու նշանները կզարմացնեն ձեզ։ Հակիրճ ասած, մայիսը տաք կլինի։ 20 տարվա պրակտիկայի ընթացքում ես սովորել եմ նախապես նույնականացնել ակտիվ ամիսները։ 2026 թվականի մայիսը հենց դա է։ Այն կհամախմբի տարվա մի քանի ամենահզոր իրադարձություններ. ամենահզոր ֆինանսական նորալուսինը, մայիսի 16, գործողության էներգիայի մուտքը դրամական գոտի, մայիսի 18, անսպասելի հնարավորությունների 7-ամյա ցիկլի մեկնարկը, մայիսի 22-ը և ամեն ինչի ավարտին, մայիսի 31-ի հազվագյուտ կապույտ լուսինը, մեկ ամսվա ընթացքում երկրորդ լիալուսինը։ Այս համադրությունը հազվադեպ է հանդիպում, և այն որոշ նշանների տալիս է ֆինանսական և կարիերայի կտրուկ խթան, մինչդեռ մյուսներն ունեն լավ հնարավորություն լիցքավորելու իրենց ֆինանսները գալիք տարվա համար։ Հիմա ես կբացատրեմ, թե ով կստանա տորթի ամենամեծ կտորը և ինչ պետք է անի այս 5 նշաններից յուրաքանչյուրը իր պահը բաց չթողնելու համար։ Ցուլը ձեր ամիսն է։ Սա իհարկե ակնհայտ է։ Ես կսկսեմ ակնհայտից։ Ցուլի համար մայիսը տարվա լավագույն ամիսն է։ 3 գործոններ համընկնում են ձեզ համար։ Արտաքին միջավայրը ընդգծում է ձեր նշանը, մայիսի 18-ի գործողությունների էներգիան ուղղակիորեն հոսում է ձեր գործերի մեջ, և ամենակարևորը, մայիսի 16-ը բացում է ձեր անձնական ֆինանսական պատուհանը, որի նմանը այլևս չեք տեսնի 2026 թվականին։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Եկամտի կտրուկ աճ, եթե դուք խնդրել եք աշխատավարձի բարձրացում կամ ստանձնել եք նոր նախագծեր։ Անսպասելի առաջարկ, հաճախորդից, գործատուից կամ զուգընկերոջից։ Միանգամից մի մերժեք, մտածեք դրա մասին։ Մայիսի 16-ը ձեր անձնական ֆինանսական կարգավորման օրն է։ Այս օրը գրեք որոշակի ֆինանսական նպատակ, ոչ թե պատկեր, ոչ թե ցանկություն, թիվ, այն կաշխատի։ Միակ թակարդը՝ մի նստեք հաջողության վրա։ Ցուլերը սիրում են կայունություն, բայց մայիսին դուք պետք է շարժվեք, հակառակ դեպքում կզրկվեք աշխատավարձից։ Այծեղ ջուր։ Ժամանակն է քաղել պտուղները։ Այծեղ ջուրների համար մայիսը այն ամիսն է, երբ դուք վերջապես կտեսնեք, որ ձեր աշխատանքը ապարդյուն չէր։ Դուք հավանաբար վերջին 6 ամիսներից մինչև 1 տարի աշխատել եք առանց տեսանելի արդյունքների։ Թվում էր, թե առաջընթաց չեք գրանցում։ Թվում էր, թե այդպես էլ չէր։ Արդյունքները պարզապես անմիջապես չեկան։ Մայիսին կարիերայի առաջընթաց, առաջ խաղացում, նոր պաշտոն, ձեր ոլորտում նոր մակարդակի հասնելը, հատկապես ամսվա երկրորդ կեսին։ Կանխիկ վերադարձ։ Դուք կստանաք այն, ինչին սպասում էիք։ Պարդ, վարձատրություն, հետաձգված վճարում։ Առաջարկ 5 կոնտակտից։ Մեկը, որի հետ նախկինում աշխատել եք, կվերադառնա արժեքավոր բանով։ Ձեր խնդիրն է համեստ չլինել։ Այծեղ ջուրները հաճախ թերագնահատում են իրենց սպասումները։ Մայիսին դա հատկապես թանկ կարժենա։ Կույս, հանգիստ մեծ փողի ամիսը։ Կույսը 3-րդ երկրային նշանն է, և մայիսին դուք ստանում եք նույն ծագման լիարժեք աջակցությունը։ Պարզապես ձեզ համար դա այլ կերպ է աշխատում, քան ցուլի կամ այծեղ ջուրի համար։ Դուք մեծ առաջընթաց չեք ապրի։ Դուք կունենաք բազմաթիվ փոքր ֆինանսական տեղաշարժեր, որոնք ամսվա վերջին կհասնեն զգալի գումարի։ Մայիսին փոքր նախագծերը սկսում են արդարանալ։ Այնինչ դուք ստանձնել եք փորձի միջոցով, ավելի շատ է բերում, քան հիմնականները։ Եկամուտ փորձագիտության միջոցով, խորհրդատվություն, վերապատրաստում, օգնություն, որը ձեր ուժեղ կողմն է։ Ֆինանսական կարգուկանոն։ Մայիսը կատարյալ ժամանակ է նստելու և ձեր ֆինանսները գնահատելու համար։ Դուք կհայտնաբերեք թաքնված պաշարներ։ Ձեզ համար կարևոր ամսաթիվ է մայիսի 14-ը։
հազվագյուտ պարզության օր։ Այս օրը դուք կկայացնեք ֆինանսական որոշում, որը շատ ճշգրիտ կլինի։ Երկվորյակներ։ Ահա մի անակնկալ։ Երկվորյակները չեն համարվում փողի նշան, սակայն 2026 թվականի մայիսին նրանք կստանան տարվա ամենաանսպասելի նվերներից մեկը։ Ապրիլի 25-ից մինչև մայիսի 22-ը ձեր կյանքում սկսվում է մեծ ցիկլ, հաջորդ 7 տարիների համար։ Սա վերաբերում է նոր կապերին, նոր աշխատանքային ձևաչափերին եւ անսպասելի հնարավորություններին, զրույցների եւ ծանոթությունների միջոցով։ Մայիսի 20-ից սա համընկնում է ձեր անձնական էներգետիկ ծննդյան հետ։ Արևը մտնում է ձեր նշան։ Մայիսին երկվորյակների համար։ Անսպասելի եկամուտ, ոչ թե ձեր հիմնական աշխատանքից, այլ ինչ-որ բանից, որը հենց նոր եկավ։ Անսովոր առաջարկ։ Գուցե ինչ-որ բան, որի մասին դուք երբեք չէիք մտածի, որ կարող եք անել։ Տեսանելիության կտրուկ աճ։ Դուք հանկարծ սկսում եք նկատվել, հրավիրվել, առաջարկվել։ Ձեր խնդիրն է ասել այո, նույնիսկ եթե դա լիովին պարզ չէ։ Մայիսի 22-ը ձեր ամենակարևոր օրն է։ Այս օրը դուք կարող եք ստանալ տարօրինակ, բայց շատ խոստումնալից առաջարկ։ Մի անտեսեք այն։ Խեցգետինը երկրորդ անսպասելի հերոսն է։ Ցանկում եւս մեկ ոչ դրամական նշան է։ Սակայն խեցգետինների համար մայիսը յուրահատուկ տեսակի փող է բերում մարդկանց միջոցով։ Մայիսի 18-ից սկսած ձեր կյանք է մտնում քնքշության եւ ձգողականության էներգիան։ Դուք դառնում եք մագնիս, ոչ միայն զգացմունքների, այլև ֆինանսապես նշանակալի կապերի համար, գործընկերներ, համահիմնադիրներ, մարդիկ, ովքեր փող են բերում հարաբերությունների միջոցով։ Մայիսին խեցգետինները կկատարեն հետևյալը. գործընկերային եկամուտ։ Այն մարդու հետ գործընկերության միջոցով, որի հետ դուք վաղուց եք մտածում համագործակցելու մասին։ Նվեր։ Ազգականը, սիրելին կամ ամուսինը կարող են ներդրում կատարել ձեր բիզնեսում եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Առաջարկ։ Դառնալ խոսնակ կամ ներկայացուցիչ։ Մի բան, որտեղ ձեզ գնահատում են այն բանի համար, թե ով եք, այլ ոչ թե միայն ձեր հմտությունների համար։ Ծուղակ։ Խեցգետինները վախենում են չափազանց պահանջկոտ թվալուց։ Դա թանկ է մայիսին։ Նշեք ձեր կինը հանգիստ եւ անմիջականորեն։ 3 ամսաթվեր, որոնք արժե հիշել բոլոր 5 նշանների համար։ Մայիսի 14-ը՝ պարզության օր։ Այս օրը ձեր կողմից քննարկվող ամեն ինչ ճշգրիտ կլինի։ Մայիսի 16-ը ցանկի օր է։ Այս օրը գրված կոնկրետ ֆինանսական նպատակը սովորականից ավելի երկար է տևում։ Մայիսի 22-ը ոչ հավանդական հնարավորությունների օր է։ Բաց եղեք առաջարկների համար, որոնք կարծես ըստ ծրագրի չեն ընթանում։ Եվ մեկ մտահոգիչ ամսաթիվ՝ մայիսի 25-ը, օր, որը փորձարկում է ձեր ուժերը, հուզական, նյարդային։ Լավագույնն է այս օրը հուզական որոշումներ չկայացնել։ Ամեն ինչ, ինչ արվում է պահի թեժ պահին, հետագայում երկար ժամանակ կպահանջի կարգավորելու համար։